Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է Զինայդ նախագիծը։ Եվ Հակոբովնան ինչպես միշտ հենց սկզբում շնորհակալ է իր անդավաճան հեռուստադիտողներին, հետևորդներին, առավել եւս պահանջողներին, որովհետեւ հենց պահանջարկի շնորհիվ այսօր ունեմ այն հետաքրքիր հյուրերին, որ ամենաշատն էին ցանկանում առավել եւս նոր սենդի ներկայացուցիչներ տեսնել ինձ մոտ տաղավարում։ Նրանց մասին րոպե նրանց, որովհետեւ այս պայն պետք է մեծագույն սիրով շնորհավորեմ օրվա բոլոր հոբելյարներին, լավագույն բարեմաղթանքներով առողջ մարդկանց շրջապատում, հարազատների գրկում եւ ամենակարևորը Աստծո օրհնությամբ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, որից հետո վերադառնում ենք տաղավար եւ անցնում ենք բուն թեմային։ Պապան ուրա, պապային ասեք թող գա էլի։ Հեսա 12-ը կխփի։ Տատի արի նստի էլի։ Վերջի անգամ հանցած տարի է լողացել։ Այն անանայ նորից եկավ նոր տարին, նորից վարկեր, նորից պարտքեր ահագին, ամեն ինչ թող անցնի գնա հին տարուն, մեր երգը ձեզ նվեր լինի նոր տարուն։ Այն անանայ նորից եկավ նոր տարին, ձմեր պապին նվերները շալակին, էլի տուն կա պիտի մտնեմ ահագին, սաղնայում են ձյունանուշի քամ։ Զին պատիշնի է ձմեր պապում որուքը, ձյունանուշի տատուրով կարացունքը, դիթիզ միտիզ կարդ շորիկն ու կաբլուկը, սիրում է մեր ձյունանուշի գիլուքը։ Այն անանայ ահա նորից նոր տարին, թող կատարվեն երազանքներ բոլորի, երկենք պարենք ու կերվանենք միասին, այն անանայ շնորհավոր նոր տարին, այն անանայ ահա նորից նոր տարին, թող կատարվեն երազանքներ բոլորի, երկենք պարենք ու կերվանենք միասին, այն անանայ շնորհավոր նոր տարին։ Ես վստահ եմ, որ հենց հիմա շատ հեռուստադիտողներ ավելի մոտ են նստել, ձայնը բարձրացրել են եւ ուզում են իմանալ, օրինակ Հակոբովնան հենց այն նույն հերոսներին է հրավիրել տեսահոլովակի, թե ոնց։ Ես ֆորմատը չեմ խախտում եւ ասեմ, որ շատ հեռուստադիտողների կողմից այսօր հրավիրել եմ այն երիտասարդին հետաքրքիր նորությամբ, որը վերջի ժամանակահատվածում շատերի սրտերն էր գրավել, չեմ վախենա այդ բառից։ Եվ այսպես ինձ մոտ տաղավարում մեծագույն սիրով հյուրընկալել եմ դերասան շոումեն Պապ Վարդանյանին, իսկ նրան արդեն ուղեկցում եմ տաղանդավոր ընկերը DJ Հրաչը։ Բարի օր, բարի գալուս տղերք ջան։ Բարև ձեզ։ Ես քեզ չէի ասում, Պապ ջան, բայց մենք ունենք տենց մի թեմա Facebook-յան մեր էջում դրվում են նկարներ, չգիտեմ, այնտեղ վիդեոներ, այսպես այնպես, ուզում ենք հասկանանք, բացի այն, որ Հակոբովնան տաղավար հրավիրում են մարդկանց, ովքեր ունեն նորություն, ում է ուզում հեռուստադիտողը տեսնել, քո նկարը ֆիլմերից ամենաշատ սկրին էին արել երիտասարդները, աղջիկներ առավել եւս, եւ ուղարկել էին ասում են Հակոբովնա ջան, օրինակ ինչի Աբուլը ձեզ մոտ տաղավարում չի գալիս։ Ես ուզում եմ հիմա ասել, որ ես ձեր խնդրանքը իրականացրել եմ, այնպես որ ձեր Աբուլը մեր բաբն է, այնպես որ դեռ շատ թեմաներ ունենք այսօրվա եթերում քննարկել, դու հասկացար ինչի մասն է խոսքը։ Ես քեզ որպես անակնկալ ասեցի։ Եվ ուզում եմ հիմա հենց սկզբից ներկայացնեք ձեր համագործակցության մասին։ Երբ որ ես քեզ հետ շփվեցի, ես շատ էի տեսել Հրաչին քեզ հետ, բայց դա ինձ թվացել էր առիթ է, որ առիթների ընթացքում ձեր բախտը բերել է, դուք միասին եք աշխատում։ Փաստորեն դուք համագործակցում եք։ Այո, արդեն 3 տարի կլինի։ Մոտավորապես 3 Դու եք դարձել։ Կարելի ասել։ Վերջի շրջանում արդեն Մեր մոտ չկա, չէ՞ տենց թեմա։ Ես Ռուսաստանում ունեմ ընկերներ, Լովկան եւ Տիգրանը, մյուսը հանդիսավար Թամադայ է, մյուսը DJ է։ Այսինքն ով ինչ ուզում է անի, պետքա DJ-ը անպայման ասենք Տիգրանը լի, որտեվ Լովկան է վարում։ Ոնց որ ձեր մոտ էլ է տարբերակը, հա։ Ինչ եք անում միասին, ինչ որ կա ծրագիր։ Դե բնականաբար ծրագիրը կա եւ ամենակարևորը, որ արդեն հանդիսատեսը հենց զանգարում արդեն միանգամից ասում է ուզում ենք հենց դուք լինեք, միասին լինեք։ Իսկ ինչով եք տարբերվում, բապ։ Ինչ եք անում։ Բացի այն որ սիրուն տղաներ եք։ Դա իհարկե առաջին պայմանն է։ Շատ համեստան։ Հետո Երկրորդը ինչ որ տարբերվել, որ ասեմ, պետք է ինձ թվում է իրանք ասեն հանդիսատեսը, թե ինչով ենք տարբերվում, թե ինչի համար են նրանք նախընտրում մեզ։
չեմ գտնվի համեստ, կասեմ, որ սիրվել է ձեր դուետը։ այո, որովհետև ամեն առիթից, ամեն միջոցառումից հետո ունենում ենք բազմաթիվ նամակներ, ոգեշնչող։ Իսկ գործից գործ գալիս է, չէ, որ այդ օրը հնարավոր չի մեկը չասի աղբերս վաղը մեր երեխեքի ծնունդն է, այդ տեքստը լինում է, չէ։ Այդ միշտ մեռնեմ կյանքիդ, ես հիմա խմած չեմ, բայց ասում եմ։ Այդ նշանակում որ աշխատել է, էլի արդեն աշխատանքը։ Can I shake that thing, Miss Annabella, shake that thing, yeah, Donna, Jody and Rebecca. Shake that thing, Miss, can I shake that thing, Miss Annabella, shake that thing, yeah, Donna, Jody and Rebecca. Shake, can I... Շատ լավ, բայց ես ուզում եմ մի հատ անդրադարձանել ֆիլմին Մարիա սերիալին, որտեղ Բաբ Վարդանյան ուներ բավականին հետաքրքիր կերպար։ Այո։ Եվ այնտեղ բնականաբար իմ աղջիկն էլ էր խաղում ու երբ որ ես քեզ տեսա, այսպես ասած, թամադա տարբերակով, ասի սերախն թամադայություն արած, ասացել դու մի հատ լես ինքը ոնց է վարում։ Իսկ այդ ամբողջը ասում եմ հետո վերջի հարցից համար։ Օգնեց սերիալի կերպարը քեզ հանդիսավար լինելու մեջ։ Այսպես ասեմ, հանդիսավար որպես ներկայացել եմ 3 տարի առաջ, երբ նկարահանվեց մեր թաղի տղերք հեռուստասերիալը։ Այդ ժամանակ տարիքով ավելի փոքր էի եւ բնականաբար ես ումա շատերը նույնիսկ ավելի լուրջ չեն մոտենում որպես հանդիսավար կերպար, շատերը մեծ միջոցառումներ չեն վստահում։ Բայց դա ուղղորդեց եւ ավելի շատ վստահություններ շնչեց մարդկանց, որ վայ, այն տղեն է սերիալի միջի, ինձ թվում է ուրեմն մի բան կստացվի, այո, աշխատեց։ Բայց արդեն Աբուլի կերպարը ոնց որ դա ավելի հաստատեց, ավելի ամրացրեց որպես հանդիսավար կերպար, բայց դե ես բնականաբար չեմ ձգտում հենց հանդիսավար ներկայանալ հանրությանը, որովհետեւ իմ մասնագիտությունը առաջին տեղում դա դերասանի մասնագիտություն է, ես փորձում եմ հետագան պատկերացրել եմ ավելի շատ խորացնեմ որպես դերասան։ Հանդիսավարը դա որպես հոբի, եկամուտ, այո։ Իմ ու քո ընկերներից մեկը գոլեգա ասում է, ինչի օթից գալացող գումար է, եթե դու լավ աշխատես։ Այո, այս պայդրության որ դիտում ենք շուրջը, հասկանում ենք, որ ինքը վաստակելու թեմա։ Այո։ Բայց չես էլ ժխտի, չէ, որ հիմա 20,000 դրամով բավականին շատ վարողներ կան, որ վարում են, DJ-են, ինչու ոչ, պետք է լինում, երևի վերջում էլ տուն է տանում։ Այսինքն այդ որ խանգարում է մեզ բավականին շատ։ Դե դա միշտ քննարկման ինչ-որ թեմա է, որ եթե օրինակ լիներ X գումար բոլոր հանդիսավարներին, ինձ թվում է շատերը կմնային առանց գործ։ Պարզապես չգիտեմ, իրանք երևի այդպես։ Ունեք չի եղել, որ զանգարեն պապին ու ասեն տղես մենք այսքան գումար ունենք, կտեղավորվեք, հրաչնել հետդ։ Նույնիսկ մենք փորձել ենք մեր մարկային ձևով նույնիսկ անվճար։ Անվճար։ Ավելի լավ է, չէ՞։ Հա, միանշան։
Շատ լավ, իսկ այսքանից հետո մի հարց, ոնց եք պատրաստվում տարին փակել։ Ես արդեն ներկայացեցի ձեր տեսահոլովակը, տենց մի հատ լավ գործ է, կարևոր TikTok-ը ողողել եմ, ոնց հասկացա շատերին դուր է եկել, այն որ տնից եկող տեքստերով կոպիտ ասած։ Ինչ եք անելու օրինակ նոր տարուն, հենց ունեք գործ արդեն։ Չէ, նոր տարուն եթե կարելի է ես պատասխանեմ։ Ես ուզում եմ ասել, թողնենք հրաչը պատասխանի, ես թողել եմ հրաչին նոր տարին, պետք է անենք։ Այս տարի ամանորին որոշեցինք գործ չվերցնել, ես եւ Բաբկինը որոշեցինք, չէ, երկրից դուրս են գալիս։ Հարուստան էլի, հետո։ Եվ որ եք գնում, եթե գաղտնիք չի։ Չէ, Եգիպտոս։ Հա, դե նորմալ է։ Շատ լավ, այսինքն ամբողջ տարի լավ աշխատել ենք, կարելի այդ մի գիշերն էլ գոնե չաշխատել։ Այդ տարբերակը կարամ ասեմ։ Այո։ Շատ լավ։ Իսկ ինչ եք պատրաստում նորություն ներկայացնել, կա տենց դուետով էլի ինչ որ մի աշխատանք, որ կիսա տա կամ մտքների տա։ Հա, ոչ չկա։ Շփտում ես բաբիկ, ինչ կա, հիմնականում ամեն գործից հետո քանիսն է ավարտում գործը 11-ից կես 11-ին ավարտեցինք մենք մինչև 5-ը երևի կամ մեր տանն ենք կամ հրաչես տանն ենք 5-ը 6-ը մինչև առավոտ ինչ որ քննարկումներ ու այդ ամեն օր եթե նույնիսկ աշխատանքի էլ չենք պարտադիր գիշերային ժամին մենք ինչ որ քննարկումներ ունենում ենք երեք էլ մտածել ենք հետաքրքիր հաղորդումների ծրագրերի մասին որ որոշ չափով DJ Raj Bab-Vartanyani դուետը տանենք ավելի շատ եւ շոու եւ ավելի լուրջ որ ոչ միայն ասեմ վայ Bab-կենն է թամադա այլ փոքր ավելի ուրիշ վիճակ վայ DJ Raj-ն է որ կարա գա երկի թամադություն անի չէ DJ Raj-ն է ինքը արդեն շոու այդ ամեն ինչը փորձում ենք լրջացնենք հերվից գալիս է մանր բացվում է ինչ են ուզում անեն ամբողջը չի ասում բայց ոնց որ թե հասկացանք ինչ են ուզում ասել բայց մի այսպեսի առաջարկել ես չեմ տեսել որ դու աղջկա դուետ անես եղել է բայց եթե անկեղծ լինեմ ես դուետի սիրահար չեմ ես սիրում եմ այդ փառքը մենակով այլ շատ համեստ եմ ինչի եմ ուզում ասել որովհետև ես որոշել եմ մի անգամ քեզ հետ դուետ կազմել ես սիրով ինձ թվում է այդ դեպքից հետո դու մենակ ինձ հետ պետք է դուետ լինես որովհետև ես էլ սիրում եմ որ իմ դուետը մենակ իմ հետ է լինում չես նեղվի չէ փաստից չէ այն որ քեզ կողքից աղջիկները բա ասում էր ես դուետ չեմ անում դու ասում ես որ հեղինակային իրավունքները Հակոբովնայինն է այո ես հենց հիմա պաշտոնապես հայտարարում եմ որ հեղինակայինը իմն է ես եմ առաջարկել ես եմ որոշումն անում եւ այդ մի չգիտեմ ուրախ առիթ է միացնենք վարում թե հետո ինչ կլինի այդ աստծո ձեռքն արդեն այո Համաձայն ես իհարկե վերջացավ հիմա անցնենք մեր ծրագրի ֆորմատին ինձ մոտ տաղավարում հիմնականում դու արդեն հասկացար ես քեզ բացատրել էի որ գալիս են այն մարդիկ ովքեր որ առիթների հետ կապ ունեն Պարող, չգիտեմ, կազմակերպիչ, երգող, բայց այս դեպքում ես ուզում եմ երկուսիդ հարց տալ, ուզում եմ տեսնել դուք ինչպիսին եք որպես անձամբ հոբելյարներ։ Դուք հիմա շատերի օրը տոն եք դարձնում, ես դες տեսակներ ասեմ, դուք ընտրեք որն է ձերը, թե դուք ինչպիսի հոբելյար եք, լավ։ Օրինակ տղաներ, ովքեր որ սիրում են ամիսներ առաջ իրաց ծնունդը կազմակերպել, տղաներ, որ այդ օրը մի տեսակ մեկ ուսանում են, չգիտես ինչու նեղվում են, եւ տղաներ, որ տուն տեղ ընտանիք, ընկեր, կոլեկտիվ ոնց էլ չլինի, իրանց համար մի բան կկազմակերպեն։ Բաբ որն է քոնը։ Իմը, եթե մի 3 տարի, 4 տարի առաջ հարցնեիք, ավելի շատ սիրում էի այդ մեկ ուսանալ, մենակ։ Բայց հիմա հենց արդեն 12-ը եկավ, ժամը արդեն ընկերություն ու մինչև մի 3 օր տենց ուտել, խմել This քեֆ ուրախություն։ Տարիքային ասում է իրան։ Այո։ Հա։ Այդ մի հատ գիշերով ամփոփում ենք ու վերջ։ Չէ, դե որ մի 3 օր գնում է, ինչա, մի օր աղջիկներով, մի օր մեծերով, ոնց է լինում։ Մի օր տենց մի շաբաթ հետո ուշացած ընկերներ տենց շարունակվում է։ Շատ լավ, քոնը որն է հրաչ։ Ես մոտ արդեն 3-4 տարի տուն ընդհանրապես չեմ նշել ծննդս։ Հա։ Այս տարի էլ ծննդիս էլի երկրում չեմ եղել, միշտ սիրել եմ ընկերների հետ այդ ամեն ինչը նշել, բայց ընտանիքիս անդամները առանց իմ ներկայությամբ, հա, իրանք մեկը բարեկամություն հավաքվել է, միշտ նշել են այդ ամեն ինչը, բայց ես ոնց է տեքստից նեղվում, դեռ սովորել է, չի արդեն։ Շատ լավ։ Մենք ունենք օրվա հոբելյարներ։ Տեսախցիկը ձերն է, տղերք ջան, խնդրում եմ շնորհավորեք։ Բաբ ջան, դավայ, գնացինք։ Սիրով շնորհավորում ենք բոլորի այս կարևոր օրը, սրտանց ցանկանում ենք
ամենալավն ու բարին, հաճախ ժպտացեք, քանի որ ձեր այդ անկեղծ ջերմ ժպիտը ձեր հարազատների երջանկության գրավականն է, թող երջանկությունը ձեր կողքով երբեք անտարբեր չանցնի։ Լավ եղեք։ Դու որպես հանդիսավոր շատ լավ ստացվում քո մոտ։ Դու կարող ես ժողովրդի լեզվով արդեն ասել։ Ես։ Քո ձևով ասա։ Դա ես նույնպես շնորհավորում եմ մեր բոլոր հոբելյարների։ Ցանկանում եմ ամենալավն ու բարին։ Ապրեք։ Իսկ ես շնորհակալ եմ ձեզ լավ գործի համար, շնորհակալ եմ հեռուստադիտողներին ուղղորդելու համար։ Ես փորձում եմ շաբաթվա մեջ գտնել նաև այն մարդկանցից մոտ տաղավարում լինել, ովքեր որ ուզում են աշխատել, ովքեր որ նոր սերունդ են եւ նրանց պետք է նոր դռներ։ Քանի որ մեզ դիտում են հանրապետությունում, եւ եթե դուք նոր եք մեզ միացել, նեղվեցիք, որ կիսատ եք հետևել, վաղը ժամը 13:00-ի նախ կրկնությունը կարող եք վայելել, մի քանի ժամ հետո կարող եք YouTube-ում գտնել, իսկ եթե այսուհետ որոշեցիք, որ ձեր ուրախ առիթը պետք է վարի մեր Բաբ Վարդանյանը, ասեմ, որ նա արդեն ունի դուետ, այն որ ասում է, ընտրեք մեր դուետը, ձեր ուրախարիթ ավելի լավ կլինի եւ վստահ կարող եմ ասել, որ ձեր օրը իսկապես տոն է դառնալու։ Շնորհակալ եմ ձեզ, ես լավ տարի եմ ձեզ մաղթում։ Իսկ այսքանից հետո շնորհակալ եմ մեր անդավաճան հեռուստադիտողներին եւ տեղեկացնեմ ձեզ, որ այսպիսի դեռ հետաքրքիր ժերի հանդիպումները սպասում եմ մինչեւ տարվա վերջ։ Տվյալ պահին ձեզ հետ լավագույններն են եւ իհարկե ձեր Զինա Հակոբովնան ինձ փնտրեք բացառապես 21 TV եթերում բարին են ձեզ։ Սրտիս մեկ կարոտը միայն քո նա Կարոտի հաջորդը հազար տոն նա Կարոտից երորդը Ռուբիկո նա Սրտիս 4 կարոտը միշտ քո նա Սրտիս մեկ կարոտը միայն քո նա Կարոտի հաջորդը հազար տոն նա Կարոտից երորդը Ռուբիկո նա Սրտիս 4 կարոտը միշտ քո նա Սրտիս մեկ կարոտը միայն քո նա Կարոտի հաջորդը հազար տոն նա Կարոտից երորդը Ռուբիկո նա Սրտիս 4 կարոտը միշտ քո նա Ես խունջիկ մունջիկ եմ, բայց սրտիս հետ մի խաղա Մեզ համար գրվել է հիտը գորերոտ Սիրտս կոտրվել է ու դարձել է 4 կարոտ Սրտիս մեկ կարոտը միայն քո նա Կարոտի հաջորդը հազար տոն նա Կարոտից երորդը Ռուբիկո նա Սրտիս 4 կարոտը միշտ քո նա Տարին որերորդ, որ գտնի սերնի Մեկը դառնում է մյուսին հետևորդ,